Ժողովող գլուխ 7-րդ Ինչ է մարդու առավելությունը և ով գիտե, թե ինչն է լավ նրա ունայն կյանքի սակավաթիվ օրերին, որ անցնում են ստվերի նման, որովհետև ով պիտի պատմի մարդուն, թե ինչ է լինելու նրանից հետո արեգակի ներքո: Բարի անունը լավ է հոտավետ յուղից և մահվան օրը ծննդյան օրից: Խնջույքի տուն գնալուց լավ է սգո տուն գնալը, որովհետև դա է ամեն մարդու վախճանը, և դա կենդանի մարդու սրտին բարություն է տալիս: Տխրությունը լավ է ծիծաղից, որովհետև դեմքի վշտալի տեսքից զվարթանում է սիրտը: Իմաստունի սիրտը սգո տանն է, իսկ հիմարի սիրտը ուրախության տանը: Ավելի լավ է մարդ լսի իմաստունի հանդիմանությունը, քան թե հիմարի երգը: Արդարև, հիմարի ծիծաղը նման է կաթսայի տաք կրակի մեջ ճարճատող փշերի ձայնին, բայց սա ևս ունայնություն է: Զրպարտությունը խռովում է իմաստունին և կործանում նրա ազնիվ սիրտը: Գործի վախճանը լավ է նրա սկզբից, համբերատար հոգին գոռոզամիտ հոգուց: Մի շտապիր հոգուդ մեջ բարկանալ, որովհետև բարկությունը հանգչում է հիմարների ծոցում: Մի ասա, թե ինչ կատարվեց, թե ինչու առաջվա օրերն այս օրերից լավ էին, որովհետև իմաստությամբ չէ, որ հարցնում ես այդ մասին: Իմաստությունը ժառանգության պես լավ բան է և առավելություն արեգակը տեսնողների համար: Արեգակի հովանու ներքո իմաստությունը նման է արծաթի հովանու ներքո լինելուն, բայց գիտության օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստություն ստացողին: Նայիր Աստծու գործերին: Ով կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստված: Քո լավ օրը բարիքների մեջ ապրիր: Բայց հիշիր, որ վատ օր էլ կա: Եվ տես, որ Աստված դրանք միահյուսեց իրար, որպեսզի մարդ այնուհետև խոսելու բան չունենա: Ես իմ ունայնության օրերին տեսա ամեն ինչ: Արդար կա, որ իր արդարության մեջ կորչում է, ամբարիշտ էլ կա, որ ապրում է իր չարությամբ: Չափազանց արդար մի լինիր և ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թե սխալվես: Շատ ամբարիշտ մի լինիր և մի լինիր խստաբարո, որ չլինի թե տարաժամ մեռնես: Լավ է, որ մեկը բռնես և մյուսից էլ ձեռքդ չքաշես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից: Իմաստությունն ավելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնվող 10 իշխան: Երկրի վրա չկա արդար մի մարդ, որ բարի գործ անի և չմեղանչի: Բայց դու ամբարիշտների ասած ամեն խոսք սրտիդ շատ մոտ մի ընդունիր, որ ծառայի անեծքը չլսես, երբ նա քեզ անիծի: Ծառան շատ անգամ քեզ կարող է վատություն անել և շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես: Այս ամենը փորձեցի իմաստությամբ և ասացի. ահա իմաստուն դարձա, բայց իմաստությունը հեռու էր ինձնից: Եվ ով կարող է իմանալ նրա խորության չափը: Ես սրտով շրջեցի ամեն տեղ, որ իմանամ, քննեմ և որոնեմ իմաստությունն ու հանճարը, հասկանամ ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները: Եվ ես գտա ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ կապանքներ: Ով հաճելի է Աստծու առջև, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, պիտի նրանից բռնված լինի: Ահա այս բոլորը գտա, ասում է ժողովողը, մեկ առ մեկ հաշվելով, գտնելու համար խորհուրդները: Հոգիս փնտրեց, բայց չգտա: Հազարի մեջ մի տղամարդ գտա, բայց կին ամենևին չգտա: Բայց ահա գտա այն, որ Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին: Ո՞վ է ճանաչում իմաստուններին: Եվ ո՞վ կարող է այս հարցերի մեկնությունը տալ: Ժողովող գլուխ 8-րդ Մարդու իմաստությունը լույս է տալիս նրա երեսին, բայց անամոթի երեսը ատելի է լինում: Թագավորի բերանից ելած խոսքից զգույշ եղիր և մի շտապիր երդման խոսք ասել Աստծուն: Մի շտապիր հեռանալ նրա աչքից և ոչ էլ մնա չար գործի մեջ, որովհետև նա ինչ որ կամենա, կարող է անել: Որպես թագավոր նա խոսում է իշխանությամբ, և ով կարող է նրան ասել, թե ինչ արեցիր: Այն մարդը, որ պատվիրան է պահում չարիքի չի հանդիպի: Իմաստուն սիրտը գիտե պատվիրանը կատարելու ժամանակն ու եղանակը: Ամեն բանի ժամանակը կա և կա ճիշտ կատարելու եղանակը: Բայց շատ բան էլ կա, որ մարդ չգիտե: Որովհետև չգիտե, թե ինչ է լինելու: Եվ ինչ էլ որ լինի, ով պիտի պատմի նրան:
Մարդս չի կարող իշխել իր հոգուն, եւ ոչ էլ իր հոգուն արգելք հանդիսանալ, եւ ոչ էլ նա իշխանություն ունի իր մահվան օրվա հանդեպ, ոչ կարող է խույս տալ հոգեվարքի պայքարից, եւ ոչ էլ ամբարշտությունը կարող է փրկել ամբարշտին։ Ես տեսա այս բոլորը եւ սրտով քննեցի այն բոլոր գործերը, որ կատարվել են Արեգակի ներքո, եւ այն, որ մարդն իշխում է մարդու վրա ու չարչարում է նրան։ Տեսա, որ ամբարիշտներին թաղեցին գերեզմանների մեջ, գնացին նրանք սուրբ տեղից եւ նրանց համար սուք արեցին քաղաքում, սակայն սա եւս ունայնություն է։ Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակում են չարիք գործել։ Մեղավորը չարիք է գործում, լինի այժմ, ավելի առաջ, թե հետո։ Իսկ ես գիտեմ, որ բարիքը հասնում է միայն նրանց, որոնք երկյուղ են կրում Աստծուց եւ երկնչում են նրա առջև։ Բայց ամբարշտի համար բարություն պիտի չլինի։ Նա իր օրերը պիտի չերկարեցնի, այլ դրանք պիտի լինեն ստվերի նման, քանի որ նա երկյուղ է կրում Աստծո ներկայությունից։ Միունայնություն էլ կա երկրի վրա, արդարներ կան, որոնց հետ պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, եւ ամբարիշտներ կան, որոնց հետ պատահում է այն, ինչ արժանի է արդարների գործերին։ Եվ ես ասացի, սակայն դա եւս ունայնություն է։ Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև Արեգակի ներքո մարդու համար ուտելուց, խմելուց եւ ուրախ լինելուց բացի ուրիշ ավելի լավ բան չկա, քանի որ նրա ողջ կյանքում, որ Աստված տվել է նրան Արեգակի ներքո, դա է մնալու միայն նրա վաստակից։ Մի անգամ, որ ես սիրտս տվի ճանաչելու իմաստությունը եւ տեսնելու այն զբաղմունքները, որ կատարվում են երկրի վրա, որովհետև մարդ կա, որի աչքին գիշեր թե ցերեկ քուն չի գալիս, Աստծու բոլոր գործերից ես հասկացա, որ մարդ չի կարող գտնել այն գործը, որ կատարվել է Արեգակի ներքո, որքան էլ մարդ աշխատի որոնել այն, չի գտնելու, եւ մինչեւ իսկ իմաստունն էլ ինչքան էլ ասի, թե գիտե, դարձյալ չի կարող գտնել։ Ժողովող գլուխ 9։ Արդ այս բոլորը ես դրի սրտիս մեջ, սիրտս էլ քննեց այս բոլորը, թե արդարներն ու իմաստունները եւ թե նրանց գործերը Աստծու ձեռքին են, քանզի մարդ սեր ու ատելություն էլ չգիտե։ Ամեն ինչ մարդու առջև է, եւ ունայնություն կա ամեն ինչի մեջ։ Նույն դիպվածն է վերապահված արդարի եւ ամբարշտի, բարու եւ չարի, մաքուրի եւ անմաքուրի, զոհ մատուցողի եւ չմատուցողի, ինչպես բարեգործի, այնպես էլ մեղսագործի, ինչպես երդում տվողի, այնպես էլ երդումից վախեցողի համար։ Բայց Արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենից վատթարը սա է, որ նույն դիպվածն է վիճակված բոլորին։ Արդարև մարդկանց որդիների սրտերը լի են չարությամբ եւ իրենց կենդանության ժամանակ հոգս կա նրանց սրտում, բայց հետո իրենք էլ պիտի մեռնեն։ Նրանցից ով կարող է հավասարվել ողջերին։ Մարդ հույս է տածում, թե կենդանի շունը լավ է, քան սատկած առյուծը։ Նրանք, որ կենդանի են, գիտեն, թե իրենց մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ չգիտեն, եւ այլևս վարձ չկա նրանց համար, որովհետև մոռացվել է նրանց հիշատակը, եւ կորել է, ահա թե նրանց սերը, եւ թե թշնամանքը, եւ թե նախանձը, եւ նրանք հավիտյան բաժին էլ չունեն այն բոլորի մեջ, ինչ ստեղծված է Արեգակի ներքո։ Արի ուրախությամբ կեր քո հացը եւ զվարթ սրտով խմիր քո գինին, քանզի Աստված արդեն իսկ հավանել է քո արած գործերը։ Թող հագուստներդ միշտ սպիտակ լինեն եւ օծման յուղը չպակասի քո գլխից։ Կյանքդ վայելիր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կյանքի այն բոլոր օրերին, որոնք Արեգակի ներքո տրված են քեզ մինչև քո օրերի վախճանը, որովհետև դա է քո բաժինը քո կյանքի եւ քո վաստակի մեջ, որ ձեռք ես բերել Արեգակի ներքո։ Այն ամենը, ինչ քո ձեռքից կգա անելու, արա քո կարողության չափով, որովհետև գերեզմանի մեջ, ուր պիտի գնաս, ոչ գործ կա, ոչ խորհուրդ, ոչ գիտություն եւ ոչ էլ իմաստություն։ Դարձյալ տեսա Արեգակի ներքո, որ ասպարեզը վազողներինը չէ, ոչ էլ պատերազմը քաջերինը, ոչ էլ հացը իմաստուններինը, ոչ էլ հարստությունը հանճարներինը եւ ոչ էլ շնորհը գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։ Բայց մարդն իր ժամանակն անգամ չգիտե եւ ինչպես ձկները, որ որսվում են նենգ ցանցերից եւ թռչունները, որ բռնվում են ծուղակների մեջ,
այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, որ հանկարծակի բռնում է նրանց։ Այս մի իմաստությունն էլ տեսա Արեգակի ներքո, որ մեծ է թվում ինձ, փոքրիկ մի քաղաք կար և նրա մեջ սակավաթիվ մարդիկ։ Մեծազոր մի թագավոր հարձակվեց դրա վրա, պաշարեց այն և մեծամեծ պատնեշներ շինեց նրա դեմ։ Իսկ այնտեղ աղքատ և իմաստուն մի մարդ կար, և նա իր իմաստությամբ փրկեց քաղաքը, բայց հետո ոչ ոք չհիշեց այդ տնանկ մարդուն։ Եվ ես ասացի. իմաստությունը լավ է ուժից, մինչև իսկ եթե աղքատի իմաստությունը արհամարհված լինի և չուզենան լսել նրա խոսքերը։ Իմաստունների մեղմ խոսքերն ավելի լավ են լսվում, քան անձգամ իշխանների աղաղակը։ Իմաստությունը լավ է պատերազմի գործիքներից, բայց մեկ մեղավորը շատ զորություններ կարող է կորստյան մատնել։ Ժողովող գլուխ 10 Սատկած ճանճերը ապականում են անուշ յուղերը։ Սակավ ինչ իմաստությունն ավելի հարգի է, քան մեծ և անմիտ փառքը։ Իմաստունի սիրտը իր աջ կողմն է, հիմարի սիրտը իր ձախ կողմը։ Երբ հիմարը ճանապարհ գնա, պիտի երևա, որ խելքը պակաս է, և ինչի մասին էլ նա մտածի, ամբողջ անմտություն է։ Եթե իշխանի զայրույթը բռնկվի քո դեմ, դու մի լքիր քո տեղը։ Քաղցր աղաչանքը կարող է կանխել մեծ մեղքերը։ Մի չարիք էլ տեսա Արեգակի ներքո, որ ակամա լինում է իշխանի պատճառով։ Հիմարին բարձր դիրք է տրվում, իսկ հարուստներին ցածր տեղ են նստեցնում։ Ես ծառաներ եմ տեսել, որ ձի հեծած են շրջել, և իշխաններ, որոնք երկրի վրա քայլել են ծառաների նման։ Հոր փորողն ինքը կընկնի հորի մեջ, ցանկապատ քանդողին կխայթի օձը։ Քար հանողին քարը վնաս կտա, փայտ ճեղքողին փայտից վտանգ կգա։ Եթե կացինը բթանա և մարդը չսրի նրա բերանը, ապա պիտի ավելի շատ ուժեր վատնի, մինչդեռ հաջողության մեծ օգուտը իմաստությունն է։ Եթե հմայելիս օձը պիտի խայթի, դա առավելություն չէ հմայողի համար։ Իմաստունի բերանում խոսքերը շնորհ են, իսկ հիմարի շրթները կործանում են իրեն։ Նրա խոսքերի սկիզբը հիմարություն է, և նրա խոսքի վախճանը կատարյալ խենթություն։ Հիմարը միայն խոսքերն է շատացնում, մարդը չգիտե, թե ինչ է եղել և ոչ էլ իմանալու է, թե ինչ է լինելու, քանի որ նրանից հետո ով կարող է պատմել նրան։ Հիմարի աշխատանքը տանջում է իրեն, ինչպես քաղաքի ճամփան չիմացողին։ Վայ քեզ քաղաք, որ թագավորդ մանուկ է, և իշխաններդ կերուխում են անում մինչև առավոտ։ Երանի քեզ երկիր, որ թագավորդ ազատորդի է, և իշխաններդ էլ ուտում են ժամանակին ուժի համար և չեն ամաչելու։ Ծուլության պատճառով շենքի գերանները կընկնեն ցած, և ձեռքերի պարապությունից տունը կկաթի։ Հացը տալիս են խնդության համար, գինին և յուղն ուրախացնում են ապրողներին, բայց արծաթն է լուծում ամեն բան։ Սակայն դու քո մտքում անգամ մի նզովիր թագավորին և քո ննջարանում էլ մի անիծիր մեծավորին, որովհետև երկնքի թռչունները ձայնդ կտանեն և թևավորները կհայտնեն քո խոսքը։ Ժողովող գլուխ 11 Հացդ ջրին տուր, թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։ Բաժին տուր 7-ին էլ, 8-ին էլ, որովհետև ինչ իմանաս, թե ինչ չարիք պիտի լինի երկրի վրա։ Երբ ամպերը լցվում են անձրևով, այն թափում են երկրի վրա, բայց երբ ծառն ընկնում է դեպի հարավ կամ դեպի հյուսիս, ուր էլ ընկնի, այնտեղ էլ պիտի մնա։ Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի։ Ինչ իմանաս, որն է քամու ճանապարհը, ինչպես որ չգիտես, թե ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորներ գոյանում, այնպես էլ չես կարող իմանալ Աստծու բոլոր գործերը։ Առավոտյան քո սերմը կցանես, բայց երեկոյան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետև չգիտես, թե որը հաջող կլինի, սա թե նա, կամ գուցե երկուսն էլ լավ լինեն միասին։ Քաղցր է լույսը, և աչքի համար հաճելի է Արեգակը տեսնել, որովհետև եթե մարդ բազում տարիներ էլ ապրի և այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի հիշի նաև խավարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի այն ամենը, որ հետո է գալու, ունայնություն է։ Ուրախացիր երիտասարդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին։ Գնա քո սրտի անբիծ ճանապարհով
և քո աչքերի տենչանքով, բայց և իմացիր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի։ Եվ քո սրտից հեռու վանիր տրտմությունը և չարությունը հանիր քո մարմնից, որովհետև թե երիտասարդությունը և թե հիմարությունը ունայնություն են։ Ժողովող գլուխ 12։ Հիշիր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել դառնության օրերը և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում», քանի դեռ քեզ համար չեն խավարել արեգակն ու լույսը և լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրևից հետո, որովհետև քեզ համարել է գալու այն օրը, երբ քո տան պահապանները պիտի երերան։ Պիտի կքեն զորավոր այրերը, պիտի պակասեն և դատարկ մնան աղորիքները, պիտի խավարեն անցքերից նայողները, և երբ աղորիքի ձայնը տկարանա, պիտի փակվեն փողոցների դռները, պիտի զարթնես աքլորականչից առաջ և պիտի նկուն լինեն երգող աղջիկները, պիտի նայեն բարձունքներին և սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին ու մորեխը պիտի բազմանա։ Կապարը պիտի տարածվի, որովհետև մարդը գնաց իր հավիտենական տունը։ Հրապարակներում պիտի բոլորվեն նրա շուրջը լացուկոծ անողները։ Եվ մինչ արծաթի լարը կկտրվի և կքանդվի ոսկի մանյակը, մինչ սափորը կփշրվի աղբյուրի ճանապարհին և կկոտրվի ջրհորի անիվը, նրա աճյունը, ինչպես որ հող էր, հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, պիտի վերստին նրա մոտ գնա։ Ունայնություն ունայնությանց, ասաց ժողովողը, ամեն ինչ ունայն է։ Եվ այսպիսով ժողովողը ոչ միայն դարձավ ավելի իմաստուն, այլև նա գիտություն սովորեցրեց ժողովրդին, քանի որ ականջի համար հաճելի է խրատի գեղեցկությունը։ Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խոսքեր գտնի, գրի ճշմարիտ խոսքերի ուսանելի մի գիրք։ Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի կամ մեծավորի տված մուրհակի վրա խփած կնիքի։ Մի խոսք ևս, որդյակիմ, զգուշացիր շատ գրքեր ունենալուց, որովհետև նրանք վերջ չունեն, և շատ կարդալը մարմնի համար հոգնություն է։ Եվ ահա լսիր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցիր Աստծուց և պահիր նրա պատվիրանները։ Ահա այս է մարդն ամբողջովին, որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար, լինեն դրանք չար, թե բարի։